Բաքվում հարգելի բարեկամներ շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատը։ Հայաստանի Հանրապետությունում էլ այն չնայած զարգացած տեխնոլոգիաներին, ամենայն դեպս մեդիա Հայաստանի մեդիա տիրույթի պատասխանատուները, իսկ մեդիա տիրույթը գլխավորապես գտնվում է 1-2 մարդու ազդեցության տակ, որոնցից մեկը Սերժ Սարգսյանն է, որոշել են, որ պետք է ըստ էության լռության տան այն ցուցմունքները, որոնք հրապարակվում են Բաքվի դատարանում։ Ես ուզում եմ, որ այդ ցուցմունքներին մենք վերաբերվենք հնարավորինս ոչ էմոցիոնալ, սառը։ Ես ուզում եմ, որպեսզի այդ ցուցմունքները Հայաստանի Հանրապետության ներսում ստանան ռացիոնալ գնահատականի զերծ ուռա պատրիոտիզմից եւ Նիկոլի տարածած հոգե ներգործող միջոցներ են կիրառում, որպեսզի իրենց ուզած ցուցմունքները կորզեն նարատիվից։ Հայ ազգը իրավունք ու ցանկացած մարդ իրավունք ունի իմանալու իր հետ տեղի ունեցած ողբերգության իրական պատճառը։ Ցանկացած մարդ իրավունք ունի, այդ թվում նաև հայը։ Ես այն խորը համոզմունք ունեմ, որ մինչև 2018 թվի կեղծ հեղափոխության եւ մինչև 44 օրյա դավադիր պատերազմի հանգամանքները ամբողջությամբ չպարզվեն, մենք ամեն օր ապացուցում ենք աշխարհին, որ հայը եւ պետությունը իրար հակոտնյա են։ Մենք ամեն օր ապացուցում ենք աշխարհին, որ պետություն ունենալու իրավունք ուղղակի չունենք եւ որ պետությունը ինչ հանգամանքների դեպքում դառնում է չարիք մեր իսկ գլխին։ Արայիկ Հարությունյանը ասում է, որ Արցախի ողջ կառավարումը, այդ թվում ռազմական կառավարումը տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից, եւ Արայիկ Հարությունյանը ասում է, որ ռմբակոծությունները, խոցումները Ադրբեջանի տարածքի խորքը, որոշումները կայացվել են, ու սրա մասին ես բազմաթիվ անգամներ խոսել եմ նույնիսկ այն ժամանակ երբ դեռ այս մարդիկ գերեվարված չէին, ձերբակալված չէին եւ չէին գտնվում Բաքվում, դեռ այդ ժամանակվանից եմ սկսել խոսել, բայց հիմա իրենք են ասում եւ իրենց խոսքերին պետք է անդրադառնալ, որ խոցումների, ռմբակոծությունների հրամանները տրվել են Հայաստանի Հանրապետության կողմից եւ հիշատակում է Օնիկ Գասպարյանի անունը, ով ասել է, որ դա անհրաժեշտություն է։ Հիմա մենք իրավունք ունենք հարցնելու, իմիջիայլոց այս համատեքստում ես ուզում եմ նաև նշել, որ զոհված աֆիցերներից մեկի հայրը իմ հետ հրապարակային խոսքում եւ նաև իր մի քանի տված հարցազրույցներում պարզ նկարագրում է, թե ինչպես են հրաման տվել Ստեփանավանի հրթիռահրետանային զորքերի անձնակազմին դուրս բերելու իրենց տեխնիկան, ինչ հրաման է եղել, որտեղ են կայանել տվել, ամսի քանիսին է դա եղել, ինչպես են ադրբեջանցիները խոցել այդ ամենը, հետո նկարել, տեղադրել Telegram-ում, այսինքն այն ինչի մասին Բաքվում խոսում է Արայիկ Հարությունյանը, դա պոլիշիների գաղտնիք է, գաղտնիք, որի մասին գիտեն բոլորը, բայց լռության են տալիս այդ ամենը, հասկանում եք։ Հիմա մենք իրավունք ունենք հարգելի բարեկամներ, իմիջիայլոց զոհված, ինչպես նշում են ծնողները, զոհված աֆիցերների մահվան փաստաթղթերում գրված է մահվան վայր Արցախ, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այնինչ խոցումը տեղի է ունեցել Հայաստանում։ Եվ երբ ծնողները ասել են, ինչու եք գրել Հայաստանի Հանրապետություն, ասել են միջազգային սկանդալ կլինի, որովհետև ձեր երեխաները մասնակցել են Գյանջան խփելու այդ ռմբակոծելուն եւ դա կլինի միջազգային սկանդալ։ Այսպեսի բաներ։ Հրապարակային։ Հիմա Արայիկ Հարությունյանը հիշատակում է Օնիկ Գասպարյանի անունը։ Բնականաբար առանց հիշատակելու էլ պարզ էր, որ այդ հրամանները չէին կարող տրվել առանց Օնիկ Գասպարյանի։ Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում։ Օնիկ Գասպարյանը այդ հրամանները ինչու է տվել։ Օնիկ Գասպարյանը այդ հրամանները տվել է, որպեսզի պարտության մատնի Ադրբեջանին, հա? Օնիկ Գասպարյանը երբ հրաման է տալիս խփել Գյանջային, իմիջիայլոց խփում են բնակելի թաղամասերին եւ
ցույց են տալիս Լուգանսկի օդանավակայանը եւ հայ հանրությանը ներկայացնում են, որ հոց է ցնդել Լուգանսկի օդանավակայանը։ Եվ մինչև հիմա այդ ստերը սերժական падգամավորները մինչև հիմա այդ ստերը տարածում են։ Ինչ շահագրգռվածություն ունի Սերժի падգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ դուրս է գալիս 168-ում նման ստեր է տարածում։ Ինչ շահագրգռվածություն ունի։ Մենք պետք է իմանանք վերջապես այդ հրամանները տրվել են պարտության մատնելու ստրատեգիական կամ ռազմի դաշտում պարտության մատնելու Ադրբեջանին դրա համար է տրված եղել այդ հրամանները, թե այդ հրամանները տրված են եղել, որպեսզի ամեն ինչ անեն պատերազմը չկանգնեցնելու համար։ Ուղղակի հիշեցնեմ, որ ամեն անգամ խփվել է Գյանջային այն իրադարձությունների ֆոնին, երբ ռեալ հնարավորություն է եղել պատերազմը կանգնեցնելու։ 4, 8, 11 եւ 17։ 11-ին խփվում է Գյանջան հոկտեմբերի, հարգելի բարեկամներ, մի քանի ժամ անց այն պայմանավորվածությունից, որը ձեռք էր բերվել Մոսկվայում հրադադարի վերաբերյալ։ Մոսկվայում ձեռք են բերում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն մի քանի ժամ անց, իմիջիայլոց այդ պայմանավորվածության տեքստը պատշաճ ձևով չի անոնս եղել Հայաստանի Հանրապետությունում, եւ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության խախտումը առ այսօր կարծես թե տաբու է Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ամենի մասին խոսելը։ Հիմա Գյանջային խփելը տեղի է ունեցել պարտության մատնելու համար, տեղի է ունեցել որպեսզի պատերազմը չդադարի, կարծես թե մեկ նպատակ է ունեցել։ Ամեն ինչ անել պատերազմը չդադարեցնելու համար։ Թե այն ունեցել է նաև հեռահար նպատակ։ Ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը համարժեք պատասխան տա Հայաստանի Հանրապետությանը, իսկ համարժեք պատասխանը կլիներ որը, հարգելի բարեկամներ, համարժեք պատասխանը կլիներ Գյումրիի ռմբակոծությունը։ Ես նաև այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ RBK-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը ասում էր, որ Հայաստանը ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմի ռազմական գործողությունների աշխարհագրությունը ընդլայնվի դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, բայց նա ասում էր, որ իրենք այս պրովոկացիաներին չեն տրվելու։ Հիմա այս հարցերը պիտի ստանան իրենց պատասխանները, թե պիտի չստանան իրենց պատասխանները։ Այո, մենք ամեն օր կարող ենք դուրս գալ, ասել, բան ինչ որ հացադուլներ անել, չգիտեմ, գործադուլներ անել, բայց հնչող ցուցմունքները պիտի քննարկվեն, թե պիտի չքննարկվեն։ Պիտի ընդհանրապես այսպես վարենք ջայլամային քաղաքականություն եւ ասեն դեղեր են սրսկել, որպեսզի ստանան այն ցուցմունքները, որը իրենց պետք է։ Օնիկ Գասպարյանը պիտի պատասխան տա վերջապես, թե այդ իդեան իր մոտ է առաջացել, թե Նիկոլ Փաշինյանի մոտ է առաջացել ռմբակոծություններ կատարելու։ Օնիկ Գասպարյանը պիտի, իմիջիայլոց ես պիտի ձեզ ասեմ, որ Օնիկ Գասպարյանը եղել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, ով դարձել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Պատկերացնում եք, տեղի է ունենում հեղափոխություն եւ մերժված ամենավերջին հանցագործությունների մեջ մեղադրվող անձնավորությունը ըստ էության որոշում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի կադրային քաղաքականությունը, սկսած պաշտպանության նախարարից վերջացրած Օնիկ Գասպարյանով, գենշտաբի պետով։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկար ժամանակ եղել է պաշտպանության նախարարի տեղակալ, արտակարգ իրավիճակների նախարար Հայաստանի Հանրապետությունում, եղել է Հայաստանի ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում, հա։ Այսինքն հեղափոխություն է տեղի ունենում, բղավում են բոլորը, բայց կադրային քաղաքականությունը այս կարևոր ոլորտում ըստ էության որոշել է Սերժ Սարգսյանը եւ պիտի վերջը մարդիկ իմանան այդ հրամանները տվել է Օնիկ Գասպարյանի Նիկոլը, այդ հրամանները տվել է Սերժ Սարգսյանը։ Ես պիտի ձեզ հիշեցնեմ, որ պատերազմից անմիջապես հետո
Պարզվեց, որ Սերժ Սարգսյանը պատերազմից հետո հեռախոսազրույց է ունեցել Օնիկ Գասպարյանի հետ։ Հետո պիտի պարզվեր, որ նրանք իրար հետ խոսել են ոչ միայն պատերազմից հետո, այլ նաև պատերազմի ընթացքում։ Որովհետև ինչպես նշում էր Միքայել Մինասյանը իր պոստերից մեկում, բա Նիկոլը խմած քնած է եղել, բա ում հետ պիտի խոսեր Օնիկ Գասպարյանը, եթե ոչ նախկին 3 նախագահների հետ։ Հիմա սա նախկին 3 նախագահների մեջ մտնում են նաև 3-րդ նախագահը, ում կադրն է եղել Օնիկ Գասպարյանը։ Հիմա 3 նախագահ երբ ասում են, ես հասկանում եմ, որ փորձում են ինչ-որ իրողություններ լղոզել։ Հիմա պատերազմի ընթացքում Օնիկն ու Սերժը իրար հետ խոսել են, այսպես ասած դարդերն են իրար հետ կիսվել, թե այդ խոսակցությունը ունեցել է ասողիկ, լսողիկ, հրաման տվող եւ հրաման ստացող հրաման տվողի եւ հրաման ստացողի ոճի մեջ է եղել այդ խոսակցությունը։ Այս հարցերի պատասխանը ցանկացած ժողովուրդ, որը ապրում է ողբերգություն, այդ թվում նաև հայ ժողովուրդը, պիտի իմանա։ Մենք պիտի սա ստանանք։ Մենք պիտի սա ստանանք, ինչքան էլ ուզում է իրավական, ինչքան ուզում է իրավաբանները, փաստաբանները, չգիտեմ, դատախազները, դատավորները, դեպուտատները, ժուրնալիստները, վերլուծաբանները, խմբագիրները լինեն մեկ ուժի ազդեցության տակ, մարդիկ իրավունք ունեն այս հարցերի պատասխանները ստանալու։ Մարդիկ այդ իրավունքը ունեն։ Մարդիկ իրավունք ունեն հասկանալու, թե 44 օրերի ընթացքում ինչ դավադրություն է տեղի ունեցել իրենց զավակների հետ, իրենց ամուսինների հետ։ Այդ իրավունք դա բնական իրավունք է, հասկանում եք, հարգելի բարեկամներ։ Երբ ինչ-որ փոքրիկ, նույնիսկ փոքրիկ չեպ է լինում ինչ-որ մի կազմակերպությունում, կազմակերպության տերերը, ում անմիջապես անդրադառնում է, ում վրա ազդում է այդ չեպեն, ովքեր կորուստներ են կրել այդ չեպեի հետևանքով, նույնիսկ փոքրիկ ֆինանսական, տնտեսական զեղծարարության մասին է խոսում, մտնում են եւ իրենք իրավունք ունեն իմանալու այդ զեղծարարության վերաբերող ամեն բան։ Եթե զեղծարարությունը տեղի է ունեցել կասայում, իրենք պետք է իմանան, թե կասիրը երբ է տնից եկել, երբ է գնացել, այդ օրը խմած է եղել, խմած չի եղել, ում հետ է խոսել եւ այսպես շարունակ։ Քանի անգամ է այդ օրվա մեջ գնացել զուգան եւ այսպես շարունակ, որովհետեւ դա վերաբերվում է իրեն։ Հիմա մեզ է վերաբերվում, 100 հազարավոր մարդկանց է վերաբերում, այն ողբերգությունը, որը տեղի ունեցել, վերաբերում է հայերիս։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց տները։ Հազարավոր ծնողներ կորցրել են իրենց զավակներին։ Այդ մարդիկ իրավունք ունեն իմանալու դավադրության խորությունը եւ դավադրության մասշտաբները, ինչպես նաեւ կազմակերպիչների անունները եւ ազգանունները։ Ինչքան ուզում է լրատվականները այս ամեն ինչը փորձեն քողարկել, մարդիկ պիտի իմանան։ Ինչու է տրվել այդ հրամանը։ Ինչու են հայերը ամեն կերպ, ամեն բան արել, որպեսզի պատերազմը չդադարի։ Այդ հարցերի պատասխանը պիտի իմանան։ Ինչ շահ են հետապնդել։ 44 օրյա դավադրության հանգամանքները պիտի պարզվեն։ Ինչքան ուզում է 44 օրյա այդ դավադրության հարցերը քննող Քոչարյան Անդրանիկը, Սերժիկ Սարգսյանին արդարացրած Քոչարյան Անդրանիկը, այդ ինչ որ իմիտացիա անի, այս հարցերը ստանալու են իրենց պատասխանները։ Ինչպես նաև հարգելի բարեկամներ, ոչ միայն պատերազմի հանգամանքներն են պարզվելու, այլ նաև պարզվելու է կեղծ հեղափոխության հանգամանքները։ Տարիներ շարունակ բարձրացված հարցերը առանց քննադատության, առանց վիրավորելու, առանց հայելու բարձրացված այն հարցերը, թե ինչպես է ստացվել, որ մի կողմից պոստսովետական երկրներում տեղի են ունենում հեղափոխություններ կամ հեղաշրջումներ եւ գծերից ընկած ազդեցությունը կորցրած ղեկավարները կամ փախնում են երկրից
կամ եթե մնում են երկրում զրոյանում է իրենց ազդեցությունը, Շևարդնաձեից սկսած մինչև Յանուկովիչ, Կուրմանբեկ Բակիև, բայց Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում հեղափոխություն, Սերժ Սարգսյանը ոչ միայն պահում է ազդեցությունը, այլ կարելի ասել նաև ավելացնում է ազդեցությունը, ինչպես ասացի, շարունակում է կադրային հարցեր որոշել։ Այն մարդիկ, ովքեր աֆիլացված են եղել նախկին հանցագործ ռեժիմի հետ, մեկ էլ հոպ, հարգելի բարեկամներ, հայտնվում են բարձրագույն պաշտոններում։ Այդ ինչպես է եղել։ Այս հարցերը, հարգելի ընկերներ, պիտի հնչեն այնքան ժամանակ, մինչև չստանան ռացիոնալ պատասխաններ։ Եվ երբ որ դուք, չգիտեմ, ձեր վարսկաններով, ձեր կուսակցական ֆունկցիոներներով հայհոյանքներ եք գրել տալիս, հա, այս հարցերը ավելի են կարծրանում։ Աննա Վարդապետյանը, Փաշինյան Նիկոլը նախկին ռեժիմն էր մերժում, բայց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ աշխատեց կեղծ հեղափոխությունից հետո Արթուր Դավթյանը Սերժի կադրերից մեկը, հետագայում Արթուր Դավթյանին փոխարինեց Տարոն Մարգարյանի նախկին օգնականներից մեկը Աննա Վարդապետյանը։ Բա մարդիկ իրավունք ունեն այս հարցերը բարձրացնելու։ Քրիստինե Գրիգորյան, արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն է, նախկին հանրապետական կարգառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի խորհրդականն է եղել։ Մարդիկ իրավունք ունեն այս հարցերը բարձրացնելու։ Հիմա դուք ՀՀԿ-ի հետ հակոտնյա եք, թե ՀՀԿ-ի հետ գտնվում եք նույն հոսքի մեջ։ Արադ Նյուզի լրագրողներից մեկը ինձ պատմում է, որ Ալեն Սիմոնյանը արգելած է եղել, Ալենը եղել է Արադի գլխավոր խմբագիրը։ Գլխավոր խմբագիրն եղել կամ ուղղակի խմբագիրն եղել, տնօրենն եղել։ Մի խոսքով կարևոր պոստ է զբաղեցրել այդ լրատվականում։ Նա ասում է Ալեն Սիմոնյանը արգելել էր մեզ, ճիշտ եմ ասում Պալյանեմա։ Հո բան չեմ ավելացնում, որ մենք գրենք Սաշիկի եւ Միշիկի մասին։ Հիմա Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ է։ Եվ ուզում է բան անել, մարդկանց համոզել, որ իրենք հեղափոխություն են արել։ Սաշիկի եւ Միշիկի մասին չխոսող մեկը ասում է մենք դուրս ենք եկել նախկին ռեժիմ ենք տապալել։ Ճիշտ է, երբեմն նաև խոստովանում է։ Արդեն խոստովանում է, որ չէ, այնուամենայնիվ չեն տապալել։ Իշխանությունը տվել են իրենց։ Արադ Միրզոյանը, ով եղել է ազգային ժողովի նախագահ, բանից պարզվում է, հիմա էլ արտաքին գործոց նախարար է։ Բանից պարզվում է, եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ։ Հիմա մարդիկ իրավունք ունեն բարձրացնելու հարց, հարգելի բարեկամներ։ Ցույց տվեք մի երկիր, որտեղ հատուկ ծառայության գործակալը հեղափոխություն է անում այն ռեժիմի դեմ, որը իրենց հավաքագրել է։ Մեկ ընդամենը երկիր։ Այդպիսի բան կարող է տեղի ունենալ, կարող է, դա աբսուրդ է ուղղակի։ Դա օքսիմորոն է, դա չի կարող լինել։ Նիկոլ Փաշինյան տարիներ շարունակ այս անձնավորությունը ֆինանսավորվել է նախկին ղեկավարի Փեսայի կողմից։ Դա ինչպես է եղել։ Ու այս կադրային, ինչպես ես ասացի, քաղաքականությունը, սա ընդամենը մի քանի ֆրագմենտներ են։ Այս մարդկանց անունները հարյուրներով կարելի է թվել։ Հարյուրներով, հասկանում եք։ Հեղափոխություն է տեղի ունենում, Սերժ Սարգսյանին արդարացնում է դատարանը։ Ու արդարացնում է մի շատ ծիծաղելի գործով։ Շատ ծիծաղելի գործով, հասկանում եք։ Շատ ծիծաղելի գործ են հարուցում։ Սա արդեն աբսուրդ է։ Հետո էլ այդ գործով մի հատ էլ արդարացնում է, սա այլ երկրորդ աբսուրդ է։ Մեկ այլ աբսուրդ կա։ Դատախազը, ով պաշտպանում է մեղադրանքը, դրանից հետո, այդ ամենից հետո ունենում է կարիերայի աճ։ Ահա ինչ տեղի է ունենում հիմա, մեր աչքերի առաջ։ Հայաստանի Հանրապետության դեսպանը Մեծ Բրիտանիայում Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Վարուժան Ներսիսյան։ Հայաստանի Հանրապետության դեսպանը Ռուսաստանում հանրապետական կուսակցության հիմնադիր անդամ, նախկին հանրապետական, նախկին օլիգարխ Գուրգեն Արսենյան։ Հիմա մենք իրավունք ունենք հարցնելու, թե Գուրգեն Արսենյանի նշանակումը Ռուսաստանում որպես դեսպան, Վարուժան Ներսիսյանի նշանակումը Մեծ Բրիտանիայում որպես դեսպան կայացրել է, այդ որոշումները կայացրել է Հայաստանի Հանրապետության դերացող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սա այստեղ ոչ մի բան չկա, չէ՞, այստեղ ոչ մի հայոյանք չկա, ոչ մի քննադատություն չկա։ Այլ քննադատություն կա, բայց ոչ մի հայոյանք, ոչ մի վիրավորանք, ոչ մի բան չկա, ընդհանրապես փաստեր են։ Ինչպես է եղել։ Արմեն Աբազյանի ընկերները, հարգելի բարեկամներ, ծառայակից ընկերները պատմում են, որ մարտի 2-ին 3-ին Արմեն Աբազյանը ասել է 2008 թվականի այդ դեպքերից հետո, ողբերգություններից հետո, ինչ որ արել են, քիչ են արել։ Սա պատմում են Արմեն Աբազյանի ծառայակից ընկերները։ Ասում են ինչ որ արել են, քիչ են արել։ Ի նկատի ունի սպանություններին եւ ջարդերին։ Հիմա Արմեն Աբազյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Սա ելի եմ ասում, պատմում են Արմենի ընկերները։ Ծառայակից ընկերները, ոչ թե ընկերները, ծառայակից ընկերները։ Հիմա Արմեն Աբազյանը այդպիսի բեքգրաունդով անձնավորությունը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Մարդիկ իրավունք ունեն հասկանալու, իմանալու, թե լավ, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը, որ այսպիսի մեկին, այսինքն այս ինֆորմացիան ես գիտեմ, Նիկոլը չգիտի։ Իհարկե գիտի։ Հիմա հարց. Նիկոլ Փաշինյանը հետևապես մարտի 1-ին ում էր ներկայացնում։ Նա ընդդիմություններ ներկայացնում, թե նա այնուամենայնիվ իշխանություններ ներկայացնում եւ նա եղել է Արադ Միրզոյանի նման գործակալ ներդրված ընդդիմադիր շարքերում։ Այս հարցերը վերջը պիտի ստանան իրենց պատասխանները, ինչ եք կարծում։ Ու կստանան, ես վստահ եմ, որ այն խոսքը, որ Ամերիկայի պրեզիդենտներից մեկի խոսքը, որ մարդկանց մի մասը կարող ես երկար խաբել, ժողովրդի մեծ մասին կարող ես կարճ խաբել, բայց դու չես կարող մշտապես խաբել բոլորին։ Հիմա Սերժիկ Սարգսյանը ուզում է ապացուցած լինի, որ եք մշտապես ինչքան ուզեն կխաբեն։ Ինչքան ուզեն կխաբեն այս մարդկանց։ Այդ ինչպես է ստացվում, Նիկոլ Փաշինյան, որ դու հակոտնյալ լինելով հանրապետական կուսակցության հետ, քեզ տեղակալ ես նշանակում, կուսակցությունում քեզ տեղակալ ես նշանակում նախկին հանրապետական Գևորգ Պապոյանին, ինչպես է ստացվել։ Որովհետև դուք դա մեծ բլեֆ է եղել, որովհետև անկախ Հայաստանի մեծագույն բլեֆը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր գործիչ է։ Նիկոլ Փաշինյանը փաստերն են խոսում դրա մասին, որ ընդդիմադիր գործիչ չի եղել։ Նիկոլ Փաշինյանը եղել է իշխանությունների կողմից հավաքը գրված եւ ընդդիմադիր խաղացող անձնավորություն։ Եվ պիտի այո բացահայտվի թե 18 թվականը եւ թե նաեւ 44 օրյա մեծ դավադրությունը։ Սա կամ հայերն են անելու, տա Աստված, բայց հավանականությունը շատ քիչ է, կամ սա անելու են դրսից։ Այս բացահայտումները եւ օտարն է անելու։ Եթե մենք չենք անում, ուրեմն սա այս բացահայտումները եւ նաեւ պատիժը լինելու է դրսից։ Թող այդպես լինի ուրեմն։